Պարոն Արսենյան, Մանկալ եմ։ Պարոն Քոչարյան, քանի որ առաջի անգամ ինձ խոսք տրվում այս ձեր հարցազրույցի հետ կապված, նաև դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ մենք միասին մրցույթի ենք մասնակցել, նաև մի փոքր փակագծեր բացելով նաև հանձնաժողովի հանրության առաջ, մրցույթից առաջ պարոն Քոչարյանի հետ առանձնազրույց ենք ունեցել իսկ նախաձեռնությամբ եւ երկուսիս, չնայած մի փոքր տարակուսել էր, բայց երկուսիս մոտ էլ հաստատապես եղել են համոզմունքը, որ մրցույթի արդյունքները որևէ բացասական կամ դրական հետք չեն կարող թողնել մեր հարաբերությունների վրա, որոնք եղել են զուտ աշխատանքային, այսինքն որևէ ուղղվածություն հակառակի ուղղությամբ չի եղել եւ սա ընդհանրապես արձանագրում են հանրության։ Պարոն Քոչարյան, կապված քրեական վարույթի հետ, որ նշվեց, դուք մի այսպիսի արձանագրում արեցիք, որ քննիչի մոտ կասկած է եղել, որ ես ընդհանրապես տեղում չեմ եղել, բայց որևէ նշում այն մասին, որ դուք ինքնակամ լքել եք զորամասը այդ դեպքի արդիվ եք քննվել քրեական վարույթը չնշեցիք, չնայած իզարմանս ինձ հանձնաժողովի անդամը հարց տալիս էր այդ մասին եւս չբարձրաձայնեց, այդ հարցի հետ կապված ինչ կասեք, դուք ինքնակամ լքել եք զորամասը թե ոչ, ինչն ա եղել պատճառը ձեր կողմից հրամանատարությանը չզեկուցելու եւ դուք քրեական վարույթը ավարտական ակտում հաստատվել է, որ դուք չեք լքել ինքնական թե հիվանդությունների պատճառով ենթակա չեք եղել զինվորական ծառայության։ Խնդրեմ այս հարցին պարզաբանեք։ Շնորհակալություն, պարոն Արսենյան։ Ես այո, ինչպես ի սկզբանե այո, քրեական վարույթը նախաձեռնվել է, ինչպես ես նշեցի, այն կասկածանքով, որ ես առհասարակ չեմ եղել, բայց հետո քանի որ պարոն Թումանյանն ասաց, որ այդ մանրամասները պետք է չներկայացնել, ես ամբողջ քրեական վարույթի ուրեմն ընթացքը չներկայացրեցի եւ հիմա էլ չեմ պատրաստվում ներկայացնել։ Ի վերջո որոշակի կասկածանքները փարատվելուց հետո մնացել է այդ մի հարցը, արդյոք իմ կողմից զորամասը լքվել է ինքնակամ թե ոչ, արդյոք հրամանատարական կազմին զեկուցվել է թե ոչ, այս մասով ես հայտնել եմ, որ ըստ էության իմ հրամանատարական կազմը չի եղել այդ ժամանակ այլևս եւ իմ ենթակա կազմը նույնպես չի եղել, ովքեր որ մնացած են եղել իմ ենթակա եւ հրամանատարական կազմից արդեն այլ վայրում են գտնվել, ուրեմն այլ մարտական եւ շատ տարբեր վայրերում են գտնվել մարտական գործողությունների մեջ, որովհետեւ ըստ էության այդ ստորաբաժանումը կազմալուծված է եղել հասկանալի պատճառներով եւ որևէ մեկը չի եղել, որին պետք է որին հնարավոր է զեկուցել, այսինքն հրամանատարական կազմ չի եղել։ Բոլոր դեպքերում ինձ գոսպիտալ տարել են հենց զորամասից, ես հոսպիտալից ուրեմն Հայաստան Հանրապետություն Երևան տեղափոխվել եմ բժշկի ցուցումով եւ բժշկական այդ ուղեկցող ճանապարհային փաստաթղթի արկայությամբ։ Վերջին հարցին, պարոն Արսենյան, ցավոք սրտի այս պահին կդժվարանամ պատասխանեմ, դա ուրեմն որոշումը կայացվել է, որ հիմքով է կայացվել, բոլոր դեպքերում երկու հանգամանքներն էլ առկա են եղել, թե որ հիմքով է կայացվել, այս պահին ցավոք դժվարանամ պատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան,